Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր ձեր հետ միասին մենք շարունակելու ենք իրավիճակին հետևել Սիրիայի տարածքում քարտեզի շնորհիվ եւ կտեսնենք թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել եւ հիմա ինչ է տեղի ունենում այնտեղ գետնի վրա։ Հիշում եք, որ երեք ձեր հետ միասին մենք խոսեցինք առանց քարտեզի մանրամասն այն արտաքին քաղաքական զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում, ներքին քաղաքական հետևանքների կապերի ազդեցության եւ այլն, բայց այս փուլում համարում եմ կարևոր նորից վերադառնանք քարտեզին եւ տեսնենք թե ինչպես է տեղի ունենում այդ ամբողջ գործընթացը, այսինքն մենք ձեր հետ միասին բալանսավորելու ենք քարտեզի վրա իրականությունը, իրողությունները, զարգացումները գետնի վրա ուսումնասիրելը եւ վերլուծությունները, որոնք կարելի ասել հեռու են գետնի վրա իրականությունը ուսումնասիրելուց եւ ավելի գտնվում են աշխարհաքաղաքական այսպիսի զարգացումների եւ կապերի ազդեցությունների ոլորտում։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում իհարկե լայքեք մեր վերլուծությունը մեր ձեր հետ միասին այս դեպքում եւ դրանով դուք իմ աշխատանքն եք գնահատում, գրեք մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, դրեք զանգակը եւ կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Հարգելի հայրենակիցներ, հանցնենք արդեն բուն քարտեզին եւ այսօր հունվարի 20-ն է, Երևանի ժամով առավոտվա ժամը 10-ն է, բայց եւ այս քարտեզում այս պահին եղած իրավիճակն է երևում, բայց ես ուզում եմ մի փոքր հետ անցնենք, որ կարողանանք տրամաբանորեն տեսնել այդ զարգացումը եւ այսպիսին էր զարգացումը 3 առավոտվա դրությամբ Եվ դուք հիշում եք, որ այս քարտեզից ես նորություն դրա պատճառով 3 քարտեզի վրա չպատրաստեցի, որովհետև մեծ փոփոխություններ չկային։ Այսինքն այստեղ մենք տեսնում էինք, որ Եփրատ գետի ձախ ափը ուրեմն գրավել էին այդ սիրիական ուժերը, եւ ես ձեզ հիշեցրել էի, որ այս հատվածում իրականում քրդեր չեն ապրում, ապրում են արաբներ, ինչպես նաեւ քաղաք Ալ-Ռաքայի ուղղությունով, եւ այստեղ ուզում եմ ցույց տամ ձեզ նաեւ քաղաք Ալ-Ռաքան, որտեղ որ լուրջ մարտեր էին տեղի ունենում։ Քաղաք Ալ-Ռաքայում նաեւ պետք է հստակ ասել, որ արաբական բնակչություն է, եւ ուստի շատ հեշտ եղավ սա կազմակերպել սիրիական, քրդական, կենտրոնական այդ ուժերի համար։ Բացի դրանից հարվածները փորձել են կազմակերպել նաեւ այս ուղղությունով, այն Իսայի ուղղությունով, տեսնում եք, մենք ձեր հետ միասին խոսում ենք դրա մասին իրականում, որ հյուսիսից այստեղից են փորձելու թուրքական ուժերը, բայց սիրիական ուժերը այդտեղ հայտնվեցին իբրև, բոլորն էլ գիտեն, որ սա թուրքական ուժերն են այստեղ գործում, այսինքն Թուրքիան այս հատվածից հարվածեց եւ շարժվեց դեպի հարավ, միևնույն ժամանակ սիրիական եւ թուրքական ուժերը այս հատվածում հարվածեցին եւ միևնույն ժամանակ հարավից անցան գետը ու ուզում եմ ասեմ փաստացի եւ այս ձախ հատվածում տեսնում եք ափի այստեղ էլ քանդվեց իրենց այդ պաշտպանության շղթան։ Հարգելի հայրենակիցներ, ինչ որ առումով կարելի ասել, որ քրդերի մոտ հիմա տեղի ունեցավ այն, ինչ մեր մոտ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ճակատը, որը բարդ էր պահել, կարողացան ճեղքել թուրքերը եւ այդ ճեղքումը տեղի ունեցավ, հիշում եք, Դեյր Հաֆիր Մասկանա ուղղությունով լուրջ հարվածի հետևանքով, որը կարելի ասել իմ գնահատականով այսպիսի վստահության կորուստ բերեց քրդական ուժերի մեջ, հետո իրանք օգտագործեցին տեղի բնակչության այդ աջակցությունը, որը մեր դեպքում իհարկե այդպիսի բան չկար Լեռնային Ղարաբաղում, բայց ամեն դեպքում իրանք կարողացան ճեղքել, հենց այդ դերեր զորի հատվածում էլ առաջի հատվածը, եթե հիշում եք, այստեղ, որտեղ որ անցան գետը։ Եվ եթե հիշում եք Լեռնային Ղարաբաղի այդ պաշտպանության ամբողջ շղթայում առաջի ուղղությունն էր, երբ իրանք Արաքսի հովտի ուղղությունով կարողացան խորանալ եւ առաջ գալ դեպի Ջեբրայիլի ուղղություն եւ դրանով փաստացի կարողացան այդ ճեղքումը ապահովել, որը բերեց մի քանի բանի, առաջինը Ադրբեջանը իրան հաղթանակած զգաց արդեն խորանալով, երկրորդը գտավ թույլ տեղը պաշտպանության այդ ամբողջ պատի մեջ եւ խորացավ, եւ երրորդը հայկական ուժերի համար դա հայտնվեց նաեւ
այսպիսի դեզօրիենտացիայի, այսպես կոչված, այսինքն մարտի դաշտում էմոցիոնալ արդեն բաղադրիչի մուտք, որը խնդիրներ սկսեց ստեղծել։ Ես համարում եմ, իմ վերլուծությունն է սա, 100%-ով ոչ մեկ չի կարող ասել, բայց քրդերի դեպքում իմ պատկերացումով ոչ այդքան իրանք թույլ հայտնվեցին հենց մարտի դաշտում, ինչքան որ իրանց վրա ազդեց մի քանի ուղղությունով հարվածները մարտի դաշտում, եւ մենք նաեւ ենք դա ունեցել Լեռնային Ղարաբաղում, բայց զուգահեռ դրա իրանց վրա ամենաշատը ազդեց, ես կարծում եմ, հենց այս Եվրատ գետի ցախ ափին գտնվող տարբեր բնակավայրերի արաբական բնակչության աջակցությունը կենտրոնական իշխանություններին, այսինքն իրանց կողմից ապստամբությունը քրդական ժողովրդավարական ուժերի դեմ, եւ համարում եմ, որ դա օգտագործել են այդ ուժերը հենց այդ նպատակով, որ այս ապստամբությունը ուրեմն կարողանան իօգուտ իրենց Ահմեդ Ալ-Շարան եւ Ռեջեփ Տայիպ Էրդողանը կարողանային իօգուտ իրենց սա կիրառել եւ կարողացան կիրառել եւ արեք հիմա վերադառնանք արդեն այսօրվա դրությամբ եւ տեսնենք թե ինչպիսին է այս պայմանավորությունը։ Պետք է ասել, որ տեսնում եք, այս հատվածը արդեն կանաչով է նշված, այստեղ սիրիական կենտրոնական իշխանությունների ուժերը մտել են, բայց այստեղ թուրքական ուժեր էին նաեւ եւ դա շատ կարեւոր փաստ է։ Քրդերը մեծ մասամբ ապրում են եւ ես ձեզ դա ասել եմ, տեսեք, այս հատվածներում, այսինքն Քամիշլի հատվածում, Ալ-Հասակայի հատվածում, այս քաղաքները այստեղ, որը դուք տեսնում եք, քրդական են, Տել Տամրում էլ ինչքան որ գիտեմ, քրդեր են ապրում, եւ նաեւ Կոբանիում այստեղ կամ Այնուլ Արաբա կոչվում նաեւ, պետքա որ այստեղ, այո, Այնուլ Արաբ կամ Կոբանի քրդերեն անունն է, իսկ Այնուլ Արաբը դա անունը փաստացի ուրեմն արաբական է։ Տեսեք, այս պայմանության այսպիսի է քարտեզը, ապա դուք հասկանում եք, որ լրջագույն կարողացան առաջընթաց ապահովել սիրիական ուժերը եւ թուրքերը։ Ամենակարևորը իրանք կարողացան կիսել երկու մասի այս ուժերը եւ հիմա Կոբանին եւ Քամիշլին եւ Ալ-Հասական իրար հետ փաստացի կապ չունեն։ Սա մեծ վտանգ է, որովհետեւ ոնց երևում է ռազմական գործողությունները չնայած պայմանավորվածությունների, չնայած հրադադարի, չնայած տարբեր ուրեմն Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից կոչերի, հրադադարը չի պահպանվում եւ սա եւս շատ լուրջ դաս է, հարգելի հայրենակիցներ։ Դաս նրա ոչ, որ շատերը կասեն Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան են մեղավոր։ Դե տեսեք, իրանք որ հրադադարի կոչեր են անում կամ աջակցություն են տրամադրում քաղաքական, դա որ չանեին ավելի լավ կլիներ, իհարկե ոչ, հակառակը, շնորհակալություն, որ դա անում են, բայց ինչու դա չի ասում, ում հետ գործ ունես։ Դու գործ ունես Թուրքիայի հետ, որը հաշվի չի առնում Միացյալ Նահանգների մոտեցումը այս դեպքում եւ այստեղ, որովհետեւ ըստ իրեն Սիրիան գործում է իր սահմանների ներքո, միջազգայինորեն ճանաչված, այսինքն քրդերը այդտեղ ոչ պաշտոնական իրավունք չունեցող ուժ են եւ ուստի սիրիական իշխանությունները ունեն հնարավորություն անել այն ամենը, ինչ ցանկանում են։ Մյուս կողմից, եւ դա շատ կարեւոր է արձանագրել, հարգելի հայրենակիցներ, որ Ամերիկան եւ Ֆրանսիան այդտեղ ներկա չեն գետնի վրա եւ փաստացի չեն կարող իրական ռազմական գործողություններ սկսել ցամաքում, այսինքն ֆիզիկապես պաշտպանել։ Օդային հարվածներ կարող են հասցնել, բայց դա նաև շատ բարդ է իրականում անել քաղաքական բաղադրիչով, ֆիզիկական ոչ։ Միացյալ Նահանգները այդքան ուժ ունեն այդտեղ, որ կարան Իրանի դեմ պատերազմ վարել։ Սիրիայի այսօրվա իշխանությունները Իրանի իշխանությունների 1% հնարավորությունները չունեն։ Բայց իհարկե դա նաև Թուրքիայի դեմ է պայքար։ Ամեն դեպքում այնպես չէ, որ Միացյալ Նահանգները խուսափում են արձակատվել Թուրքիայի հետ։ Փորձում են խուսափել, բայց ինքնանպատակը դա չէ։ Հարցը նրանում է, որ իրանք Միացյալ Նահանգները այդտեղ
փաստացի ներկայություն չունեն եւ այդ ներկայությունը նույնիսկ որը եղել է իսլամական պետության ժամանակ եւ հիմա էլ ինչ ներկայություն կա, ամեն ինչ կապված է այդ իսլամական պետության այդ խմբավորման ուղղությունով եւ շատ կարեւոր է արձանագրել, որ դա չունի միջազգային իրավունքի այդ հիմքերը եւ այդ ուղղությունը, որը շատ ավելի կարող հեշտացնել ոչ թե Միացյալ Նահանգների գործելու ուղղությունը, այլ տրամաբանությունը ուղղակի հենց Թուրքիայի ուղղությամբ եւ դա մեզ տարբերում է քրդերից Սիրիայում շատ կարեւոր ձևով։ Ինչ նկատի ունեմ հարգելի հայրենակիցներ, Հայաստանը ինքնիշխան սուվերեն պետություն է, որը ունի միջազգայինորեն ճանաչված տարածքներ եւ եթե SDF-ը քրդական ուժերը պաշտոնական որևէ կարգավիճակ չունեն եւ կարգավիճակի համար են հիմա պայքարում, ապա Հայաստանի զինված ուժերը ունեն պաշտոնական մակարդակ զինված ուժերի պետության, դա շատ կարեւոր է։ Բացի դրանից կարևորագույն նշանակություն ունի այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայինորեն ճանաչված է եւ նույն Սյունիքի ուղղությունով հարցեր չկան պատկանելիության եւ նաեւ կենսական այդտեղ նշանակություն ունի կարևորագույն այն հարցը, որը վերաբերվում է նրան, որ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան պետք է նաեւ ինչ որ առումով Հայաստանում ներկա լինեն եւ այդ հարցը եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ներկայությունը գետնի վրա շատ կարևոր է, ուստի թրիփի ծրագիրը շատ կարևոր է, բայց բացի թրիփի ծրագրից մենք ռազմաքաղաքական հարաբերությունները Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ իմ պատկերացումով կարևոր ձևով պետք է խորացնենք, եթե ուզում ենք ունենալ տարբեր իրավիճակ, որը ունեն խոսքին քրդերը Սիրիայում, երբ խնդիրների դեպքում իրանք ֆիզիկապես չունեն այդ մեխանիզմները, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, տարածքային ամբողջականություն, պետականություն, ինքնիշխանություն, ռազմական պաշտոնական հարաբերություններ, չկա այդ ամեն ինչը։ Հիմա անցնենք ձեր հետ միասին արդեն այս պահի դրությամբ ձևավորված իրավիճակի եւ արդեն կարող եմ ասեմ, որ Իրաքի ուրեմն հյուսիսում Դուհոկ քաղաքում, որը տեսնում եք ինչքան մոտ է, ցույցեր են տեղի ունենում եւ նաեւ Էրբիլում էին ցույցեր ունենում Միացյալ Նահանգների ուրեմն այստեղ հյուպատոսություն է բացված եւ այդտեղ 10 ժամ առաջ եւ 8 ժամ առաջ մի հատ նայենք այստեղ ինչպես են այդ ցույցերը։ Այսպիսի ցույցեր են տեղի ունենում եւ բացի դրանից պետք է ասել, որ ամենակարևոր իրադարձությունները հիմա տեղի են ունենում Դերերզորից դեպի հյուսիս այս քաղաքում եւ հիմա ցույց տամ ձեզ Ալ-Շադադա քաղաքն է սա, որտեղ որ գտնվում է իսլամական պետություն, տերորիստական խմբավորումը եւ այդ բանտերում եւ սիրիական ժողովրդավարական ուժերը այդ 9000 մոտավորապես սիրիական տարածքում գործող իսլամական պետություն տերորիստին, ահաբեկիչին պահում էին այստեղ բանտերում։ Սիրիական կենտրոնական ուժերը երբ սկսեցին Դերերզորի հատվածից իրենց առաջընթացը եւ Հասան Ալ-Շադադահի ուղղությունով եւ գրավեցին քաղաքը, ըստ քուրդական ուրեմն քրդերի ուժերի եւ ներկայացուցիչների սիրիական կենտրոնական ուժերը ազատագրեցին այդ իսլամական պետություն տերորիստական խմբավորման անդամներին, իսկ ըստ սիրիական կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների քրդերը ազատագրեցին իրանց, ազատեցին եւ
քրդերն են մեղավոր դրան։ Հիմա հարգելի հայրենակիցներ, մեր համար սա նաև ծանոթ բան է, չէ՞։ Լեռնային Ղարաբաղի պատերազմում առհասարակ բոլոր ռազմական գործողությունները 2020-23-ի Ադրբեջանը մեղադրել է, որ մենք ենք իբրև սկսել, ինչը անտրամաբանական է, գոնե այս փուլից, որ նայում ես 100%-ով հասկանալի է, որ հայկական կողմին, Հայաստանին դա որևէ ձեռ չէր տալի։ Ամեն դեպքում նույն տրամաբանությունը գործում է միշտ եւ այստեղ մենք տեսնում ենք, որ տրամաբանությունը իհարկե ասում է, որ այս իսլամական պետություն տերորիստներին քրդերն են իրանց դեմ պայքարել եւ 9000 որ ուրեմն ձերբակալել էին եւ այստեղ բանտում էին հայտնվել, դա քրդերի շնորհիվ է։ Ասել, որ հիմա իրանց ձեռքով բաց թողեցին իրանց է ուզում սպանել, մի փոքր ոչ տրամաբանական է, մեղմ ասած։ Եվ այդ իրավիճակում կարևոր է ասել, որ հարձակվողները շատ դեպքում նախկին այն մարդիկն են, ով իսլամական պետության հետ միասին իրար հետ են գործել։ Հիմա իհարկե իրանք պաշտոնական իշխանություն են, բայց այդպես Աֆղանստանում էլ թալիբներն են պաշտոնական իշխանություն, բայց վերջերս միջև իշխանությունի փոփոխություն, ապա տերորիստներ էին թալիբները համարվում։ Այսօր պաշտոնական իշխանություն են չակերտները։ Եվ պետք է ասել, որ հիմա արդեն պետության ներկայացուցիչները, որոնք գրավել են այս քաղաք, Ալ-Շադադահը, ասում են 90 անդամ ենք ուրեմն իսլամական պետության ձերբակալել այստեղ եւ պայքարում ենք ուրեմն բանի դեմ, այս քրդերի կողմից ազատած իսլամական պետության խմբավորումների դեմ, ինչը իմ պատկերացումով ուղղակի նրա մասին է, որ մի մասին բաց են թողել, մի մասին իբրև ձերբակալել են կամ նորից ձերբակալել են եւ դա ուրեմն խնդրահարույց է։ Միացյալ Նահանգների ուժերը հասել են Ալ-Շադադա, որովհետեւ ասեմ ձեզ, որ Ալ-Շադադայի բանտում վերահսկողությունը ոչ միայն ուրեմն վերաբերվում էր ուրեմն քրդերին, այլ նաև Միացյալ Նահանգները ունեն իրենց վերահսկողությունը եւ այն առումով, որ իրենց համար էր կարևորագույն, որ իսլամական պետության տերորիստները, ահաբեկիչները լինեին բանտում։ Քրդական ուժերը ասում են, որ Միացյալ Նահանգները տեղում են գտնվում, բայց չեն գործում, այսինքն կրակ չեն բացում եւ չեն պատերազմում։ Ահա Կովատի Ամերիկի հատը խտապեշի բրեն։ Կովատի Ամերիկի տեսակ կադրերը այստեղ եւ Ալ-Շադադայի ուղղությունով իրավիճակը։ Նաեւ պետք է ասեմ, որ այս տարածքը գրավելուց հետո մենք տեսնում էինք նաեւ շարժ դեպի այս ուղղությունով, արեք ավարտենք դեռ ամենագլխավոր ուղղությունը, որտեղ որ այս հատվածում 3 մենք տեսանք ուրեմն դաշնային այդ ուժերը, կոալիցիոն, որը կոչվում են Միացյալ Նահանգները եւ իր դաշնակիցները, որոնք մեծ հավանականությամբ հրամանատար Մազլում Աբդին, որը Ալ-Հասակայում էր գտնվում, իրան տարել են դեպի Դամասկոս, նրա համար, որ քննարկեն հարցի լուծումը, որովհետև հարցը շատ անհասկանալի է։ Տեսնում եք այդ շարժը։ Բացի դրանից պետք է ասել, որ ուրեմն հետաքրքիր բաղադրիչները նրանում են, որ սա արդեն ավելի դեպի թարմ տեղեկատվություններ կամ ուրեմն ըստ սիրիական ուժերի, ապա 9 անդամ է զոհվել իրանց եւ 20 անդամ է մահացել Ալ-Ակթան ուրեմն բանտի մոտ Ռաքա քաղաքում մարտերի ժամանակ։ Այս բանտն էլ Ռակա քաղաքում, որտեղ որ այդքան քրդական ուժերի ներկայացուցիչներ են մահացել, այս բանտն էլ իսլամական պետություն տերորիստական խմբավորման անդամների պահման կետ էր քրդերի շնորհիվ։ Իրանց էլ ոնց հասկանում եմ ազատագրելու է Սիրիայի կենտրոնական իշխանությունները։ Այս ուղղությունով անցան այս հատվածը եւ
եւ փաստացի հայտնվել է շատ ծանր իրավիճակ, երկու այսպիսի փոքր տարածք է այս պահին ձևավորված, պետք է ասել, որ կենտրոնական ուժերը նրանից հետո որ գրավել են ուրեմն Շադադա քաղաքը, այստեղ սահմանափակումներ են ներկայացրել եւ թույլ չեն տալի, որ մարդիկ այստեղ ուրեմն դուրս գան փողոց եւ այլն, որովհետեւ խոսք է գնում նրա մասին, որ այստեղ արդեն շատ քանակով այդ իսլամական պետություն տերորիստական խմբավորման ահաբեկիչները ազատ են եւ կարա տեղի ունենալ արդեն փաստացի իրանց զինում եւ նորից գործում տերորիստները շատ լուրջ մարդասպաններ են մեծ փորձ ունեն նաեւ պետք է ասել որ կենտրոնական այս հատվածում տեղեկատվություն են տարածում 12 ժամ առաջ, այսինքն 3 երեկոյան, որ թուրքական ԱԹՍ-ներ են ակտիվորեն գործում այս հատվածում հարգելի հայրենակիցներ եւ կիրառում հենց ԱԹՍ-ներ քրդերի դեմ Սա նաև մեզ հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը եւ այդ ժամանակահատվածը, որովհետեւ թուրքական ԱԹՍ-ները կենսական կարևորագույն նշանակություն ունեն եւ ունեցել են մեր դեմ նաև պատերազմում եւ մենք նաև դասեր պետք է քաղենք դրանից։ Նաև պետք է ասել, որ ամերիկյան կողմից ուրեմն սենատոր Լինսի Գրեմը հայտարարություն է արել, որ չես կարող միավորել Սիրիան այսպիսի ռազմական ուժի շնորհիվ եւ ինքը կոնգրեսում ուրեմն սպասում է որ կլինի քննարկումներ այս հարցով եւ հույս ունի որ Թրամփը գործնային քայլեր կանի հենց իսլամական պետություն տերորիստական խմբավորման ուղղությունով 10 ժամ առաջ արդեն տեղեկատվություն է տարածվել որ նախագահ Սիրիայի Ահմեդ Ալ-Շարան հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Երկու նախագահը ընդգծել են կարևորությունը Սիրիայի միասնության եւ անկախության սիրիական տարածքների Սիրիայի պետության եւ աջակցել են բոլոր նպատակներին, որոնք ուղղված են կայունությանը, երկու կողմն էլ ընդգծել են, սա տարածել է սիրիական կողմը այս տեղեկատվությունը, երկու կողմն էլ ընդգծել են կարևորությունը, որ ապահոված լինի իրավունքները եւ պաշտպանությունը քրդական ժողովրդի սիրիական պետության ներքո, երկու կողմն էլ համաձայնեցվել են, որ համագործակցելու են ուրեմն տերորիստական խմբավորման իսլամական պետության հետ պայքարի դեմ։ Հիմա թարգմանեմ ձեր համար հարգելի հայրենակիցներ, սա դիվանագիտական հայտարարություն է։ Մենք չպետք է սպասենք, որ իրական շահերը, իրական հայտարարությունները եւ դիվանագիտական մոտեցումները կլինեն նույնը։ Սա այսպես է գործում միջազգային հարաբերությունները։ Դու կարող ես ասել սա լավ չէ, վատ է, անկեղծ չէ, բայց ով է ասել, որ նույնիսկ երկու մարդու միջև հարաբերությունները անկեղծ է ձևավորվում այսօրվա մեր աշխարհում, ուր մնաց միջազգային հարաբերությունները, միջպետական հարաբերությունները եւ այլն։ Այսինքն Միացյալ Նահանգները մի կողմից օգնում են քրդերին, բայց մյուս կողմից ասում են, որ այո, իրանք դեմ չեն Սիրիայի տարածքային ամբողջականությանը, բայց ինչպես պետք է ասեն, որ դեմ են, այս դեպքում դա բարդ կլիներ շատ։ Եվ ուստի հասկանալի է իրենց մոտեցումը։ Եվս մեկ անգամ մեզ դա ուրիշ ձև է վերաբերվում։ Մեր դեպքում տարածքային ամբողջականությունը մեզ օգուտ է եւ հիմա դուք կարծում եմ շատ լավ հասկանում եք ինչքան կարեւոր է Հայաստանը, որ լեգիտիմության հիմքի վրա լինի ձևավորված մեր պետությունը եւ ես սրանով չեմ անդրադառնում Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերին, այլ իմ նաեւ գնահատականն եմ տալի, որովհետեւ լեգիտիմություն բառը, տարածքային ամբողջականություն բառը չի կարող մեկ քաղաքական գործչի հետ լինի ասոցացված։ Ես ողջունում եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում վարչապետը ակտիվորեն ընդգծում է, թե ինչքան կարևոր է, որ հայկական պետությունը եւ մեր բոլոր ցանկությունները լինեն հիմնված լեգիտիմության վրա, որովհետեւ եթե մենք լեգիտիմություն չունենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում, երբ աշխարհը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության տրամաբանությունով, ապա մենք էինք դրանից տուժում, հարգելի հայրենակիցներ։ Տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները բարձրաձայնել են քրդական ժողովրդի իրավունքների հարցը եւ երկու կողմն էլ ընդգծել են դրա կարեւորությունը եւ զուգահեռ դրա մենք տեսնում ենք, որ իսլամական պետության ուղղությունով, որտեղ որ Շարան ուրիշ մոտեցումներ ունի, խոստացել է, որ միասնական ջանքերով կպայքարեն։ Ուստի շատ այսպիսի դիվանագիտական
հարցազրույցներ են, դիվանագիտական, ուրեմն գնահատականներ են տրվել կողմերի ուղղությամբ։ Պետք է ասել, որ հասակայի ուղղությունով այստեղից արդեն մոտիկացել են կենտրոնական ուժերի ուրեմն տանկերը, ինչպես տեսնում ենք, եւ այստեղ سلمية على أبو الطيب صايب اليعروي حياكم الله Եվ այստեղ են գտնվում փաստացի, ուստի կարելի է ասել, որ իրավիճակը Ալ-Հասակայի ուղղությունով էլ բարդ է, դեռ զարգացում չկա Ալ-Հասակայի։ 10 ժամ առաջ սիրիական ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ այս վայրը հենց Հասակայի ուղղությունով եթե ներխուժեն ուրեմն այս վայր, իսկ այստեղ արդեն ապրում են քրդերը, դա շատ կարևոր է, այստեղ ապրում են քրդերը, այլ ոչ թե արաբները, իսկ մնացած հատվածներում ապրում էին արաբները եւ տեղի բնակչությունը ի նպաստ էր ուրեմն կոնկրետ կենտրոնական իշխանությունների, իսկ այս հատվածներում մնացած տեղի բնակչությունը աջակցում է սիրիական ժողովրդավարական ուժերին եւ քրդական այդ ուժերին, որտեղ քուրդ են իրանք էլ այդտեղ, երկու այս հատվածում էլ, ապա պետք է արձանագրվի, որ այս տրամաբանությունը, որը ասվեց, որ գերեզմանոց կդարձնեն բոլորի համար, ով կներխուժի այս տարածք, դա ունի տրամաբանություն, այսինքն մարտեր կարող են գնալ եւ մենք տեսնում ենք, որ մարտերը շարունակվում են եւ իրականում ինչքան էլ չլինի պայմանավորվածություններ այդ ինտեգրման հանձնվելու մասին եւ վերջի վերլուծությունը դրա մասին էր ես դրա տրամաբանությունով արեցի, որ խոսք է գնում փաստացի, որ այո, վերջ պատերազմը պետք է կանգ առնել, ոչ դա այդպես չէ եւ մենք տեսնում ենք, որ քրդերը չեն պատրաստվում վերջնական ուրեմն կանգ առնել։ Բացի դրանից սիրիական կողմը այստեղ նշում է, որ քրդերն են մեղավոր, որ իսլամական պետության ներկայացուցիչները դուրս են եկել, սա ուղղակի լուրջ չի ընկալվի որևէ մեկի կողմից, ուղղակի չի ընկալվի։ Բացի դրանից պետք է ասել ուրեմն հաջորդը, որ Շարան եւ Աբդին հանդիպել են 9 ժամ առաջ, այսինքն ուշ գիշերը եւ 5 ժամ են իրանք քննարկել, ներկա է այդտեղ եղել Սիրիայի պաշտպանության նախարարը եւ արտաքին գործերի նախարարը, Մազլում Աբդին ուրեմն գտնվում է ըստ պաշտոնական տեղեկատվությունի ճնշման տակ Քուրդիստանի ուրեմն բանվորական կուսակցության եւ շարունակել է պնդել, որ նախագահ Մասուդ Բարզանի կողմից աջակցված այդ պայմանագրի ուղղությունով նաեւ պետք է շարժվեն, այդ մարտի պայմանագիրը նկատի ունի, Ալ-Շարան առաջարկել է ուրեմն Մազլում Աբդին փող պաշտպանության նախարարի պաշտոնը եւ բացի դրանից առաջարկել է իրան, որ Ալ-Հասակայի ղեկավարը հենց նշանակի Մազլում Աբդին նրա փոխարեն, որ սիրիական ժողովրդավարական ուժերը իրանց ուրեմն հեռացնեն, հեռու բռնեն, կարելի ասել, կամ կապերը կտրեն Քրդաստանի այդ բանվորական կուսակցությունների հետ։ Մազլում Աբդին ուրեմն պահանջել է, որ Ալ-Հասական մնա ամբողջությամբ վերահսկողության տակ քրդական ժողովրդավարական ուժերի եւ իր քաղաքացիական բաղադրիչի, նախագահ Ալ-Շարան հրաժարվել է եւ ուրեմն եւ ինքը ուրեմն այս պայմանավորվածությունը, որի մասին նոր խոսում էինք, հիմք է սրա պահանջել, որ անպայման ներքին գործերի նախարարությունը, այսինքն առաջի հերթին ոստիկանական ուժերը կարողանան մուտք գործել հենց Հասակայի ուղղությունով։ Մազլում Աբդին պահանջել է 5 օր նրա համար, որ լինի ուրեմն այդ ժամանակահատվածում քննարկումներ եւ կարողանա ուրեմն պայմանավորվել
տեղի առաջնորդների հետ, նախագահ Շարան հրաժարվել է այդ 5 օրվա տրամաբանությունից եւ ասել է, որ մինչեւ օրվա վերջը պետք է ուրեմն պատասխանի այդ առաջարկին, եթե ոչ, ապա իրանք միջազգային գործընկերներին տեղյակ կպահեն, որ քրդական ուժերը հրաժարվել են այս առաջարկից։ Եվս մեկ անգամ ինչու մասին է առաջարկը, որ Ալ-Հասակայի ղեկավարին կնշանակի Մազլում Աբդին, իսկ Մազլում Աբդին կստանա սիրիական պաշտպանության նախարարության փոխնախարարի պաշտոնը, բայց այս տարածքը ամբողջությամբ կհայտնվի սիրիական միասնական պետության վերահսկողության տակ։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ սիրիական ժողովրդավարական ուժերը կոչ են արել քրդական երիտասարդությանին Սիրիայում, Իրաքում եւ Եվրոպայում նաեւ, ենթադրում եմ նաեւ Թուրքիայում, որ միանան բոլորը եւ մասնակցեն այս ինքնապաշտպանողական գործողություններում տեղի բնակչության։ Բացի դրանից, առաջի անգամ մենք Կոբանիից նաև ստանում ենք հայտարարություն եւ այդտեղ Կոբանիում քրդական այդ ուժերը կոչ են արել բնակչությանը, քաղաքի, որ իրանք հավաքվեն եւ պատրաստվեն պաշտպանել քաղաքը, ինչպես դա արել են 2015 թվականին Իսլամական պետություն տերորիստական խմբավորման դեմ։ Եվ դա շատ հետաքրքիր է։ Տեսնենք այստեղ։ Այո, այս է բնակչությունը։ Gelene o şu buraya geçti. Vakıfıcı dizanen ve Roja Kuayrişan'ı Şeyh Maksud Asmi giriyor. Hatta ni Roja Hiro La'ya Տեսնում եք, ինչպես քրդերը գիտեն, հաճախ կանայք իրանց մոտ նաև զինված են եւ բայց տեսնում եք, որ իրանք լավ պատրաստ չեն, այսինքն իրանք բանակը լավ այստեղ պատրաստ չի առնվազն։ Հիմա սա մեզ ինչ դասեր է տալի։ Ես միշտ հարգելի այնակիցներ մեր համար դասերի տրամաբանությունով եմ ամեն ինչ անում, որովհետեւ ես ձեզ ասել եմ, այս ալիքի նպատակը ուրեմն հզոր հայկական պետություն ձևավորելն է եւ հայազգ, այլ ոչ թե ուղղակի ձեզ նորություններ տեղակ պահելը։ Եվ այդ տրամաբանությունով պետք է ասել, որ քրդերը հասել են նրան, որ բանակը պետք է լինի ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց վայրը եւ բոլորը միասին պետք է ծառայեն, բայց իրանք չունեն այդ հնարավորությունները, որ պետական կազմակերպում տային այս ամեն ինչին, մենք ունենք։ Եվ տեսնում եք, խնդիր ունեն զգեստի եւ այլն, մենք այդ խնդիրները հիմա չունենք, հատկապես նոր այն զգեստը, որը պաշտպանության նախարարությունը պատվիրել է եւ լինելու է եւ այլն, շատ առաջ քայլ է այդ ուղղությունով, որ պետք է պաշտպանության նախարարությունում այդ կարգ ու կանոնը բարձր մակարդակով լինի եւ այդ թվում իմ պատկերացումով ներառի ազգ-բանակ կոնցեպտի ներքո իհարկե կանանց նաեւ բանակում լինելու փաստը, թե ինչ տրամաբանությունով, ինչ ձևաչափով եւ այլն, դրա մասին կխոսենք ապագայում, դա առանձին հարց է։ Տեսնում ենք, որ Ռասիլայինի ուղղությունով նայել այստեղ գործողություններ են տեղի ունենում, այստեղ է Ռասիլայն եւ Տել Տամրը դեռ պահում են քրդական ուժերը, այստեղ էլ շարժ կա, տեսնում եք։ Ես կարող եմ ձեզ հստակ ասեմ, որ սա թուրքական ուժերն են։ Մենք խոսում ենք ձեր սրա մասին։ Այստեղ անհնար է, որ սիրիական ուժերը լինեն, սիրիական ուժերը հարավից են գալի, այստեղ թուրքական ուժերն են։ Թուրքերն են բացահայտ այս ռազմական գործողությունները վարում։ Եվ մենք դեկտեմբերի սկզբին ձեր հետ միասին բացահայտ սրա մասին խոսում էինք եւ հստակ ասում էինք, որ սա այսպես է տեղի ունենալու։ Այստեղ մենք տեսնում ենք, որ նաեւ տարբեր ուժերը սկսում են նաեւ այս հարվածները, այսինքն հասակայի համար մարտերը կարելի ասել այս փուլում արդեն սկսվել են եւ վերջի տեղեկատվությունը, որը կար երեկոյան ուշ, որ այստեղ ցույցեր են սկսվել Իրաքում։ Այս պահի դրությամբ իրականությունը, իրողությունը այսպիսին է եւ իրավիճակը շատ ծանր է եւ մնում է պարզել Մազլում Աբդին կհամաձայնվի այդ ուրեմն փաստաթղթին, այսինքն այդ մոտեցումին, այդ լուծումին, որը առաջարկեց Ահմեդ Ալ-Շարան, թե չի համաձայնվի եւ դրա փոխարեն փաստացի
մենք կտեսնենք շատ կարևոր զարգացում եւ դա կլինի ռազմական գործողություններ արդեն այս երկու ուղղությունով։ Խնդիրը նրանում է, որ նույն Կոբանի ուղղությունով եթե նայենք այստեղ, կամ նույն Քամիշլի ուղղությունով հենց Թուրքիայի սահմանին են։ Եվ Թուրքիան չի ուրեմն թաքցնի, որ բացահայտ կմասնակցի այս ռազմական գործողություններում։ Ուստի այս հարցը լուծելը Թուրքիայի համար հիմա բարդ չի լինի եւ դա շատ լուրջ խնդիր է Իրանից պարունակում, շատ լուրջ։ Կտեսնենք զարգացումները եւ կանխատեսումները արված են, վերլուծությունը մանրամասն արված է, կարծում եմ սա շատ կարեւոր էր։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, կհանդիպենք ստեսություն։